թիրախում հայտնված 18-ամյա երիտասարդներից Միքայել Մինասյանն ազատ արձակվեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Միքայելը այս պահին ձերբակալումից ազատ է արձակվել, բայց ասեմ, որ ունի մեղադրյալի դեռևս ունի, այո, մեղադրյալի կարգավիճակ։ Ես չեմ ասում, որ վայ, գործը կարճվեց, չգիտեմ ինչ, բայց դուք բոլորդ եք հասկանում, մեր համար 18 տարեկան երեխային ազատության մեջ տեսնելը ամենակարևորն է։ Հիմա ազատ է արձակվել, որտեղ խափանման միջոց չի Արդեն ընտրվել է խափանման միջոց, բացակայելու արգելք։ Երկորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ամենախիստը՝ կալանքը։ Միջնորդություն ներկայացվեց դատարան, որպես խափանման միջոց կալանք կիրառելու։ Դավիթի հետ կապված, Դավիթին արդեն տեղափոխել են դատարան։ Պատերազմի մասնակից Գևորգ Գևորգյանը, ում փորձում են ներկայացնել որպես եկեղեցում տեղի ունեցած միջադեպի կազմակերպիչ, եւս ազատ արձակվեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Եթե կա Հայաստանի Հանրապետություն մի հայ կամ առավել եւս քրիստոնյա, ով Սուրբ Պատարագի ժամանակ ծաղկազարդի օրը թույլ է տալիս, որ ինչ-որ մեկը մյուսին մի երիտասարդի 18 տարեկան երեխու հարվածեն, ու ինքը ձեռքից չի վերցնում ու չի ասում դուրս եկեք ստեղից, ինքը ոչ հայ է, ոչ էլ առավել եւս քրիստոնյա։ Այո, եւ դրա հետ միասին իբր ըստ իրենց կազմակերպել եմ այդ ամենը։ Մինասյան եղբայրների փաստաբանները ժամը 11-ից քննչական վարչություն էին եկել, սակայն նրանց թույլ չեն տվել ներս մտնել։ 11:39 րոպեա քննչական բաժնի դռներն անգամ փակել։ Ոչ մեկ մեզ չի ընդունում։ Հա, սենց բան առաջի անգամ է լինում։ Քննչական բաժնի դռները փակ, գալիզների չացրած։ Փաստաբանների խոսքով նման ապօրինություն երբևէ չի եղել։ Ավելի ուշ միայն մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ փաստաբաններին թույլ տվեցին մտնել վարչություն եւ տղաների պաշտպանությունն իրականացնել։ Բանը հաստում է նրան, որ ես պետքա զանգեմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, մի ժամ էլ անցնի, որ նոր մտնեմ ներս, պետությունը շատ լուրջ խնդիր ունի ու շատ լուրջ մտածելու բան ունի։ Հիշեցնենք, որ զույգ եղբայրները իշխանության թիրախում հայտնվեցին ծաղկազարդի ժամանակ Սուրբ Աննա եկեղեցի ներխուժած Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիկնազորի հետ ընդհարում ունենալու պատճառով։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։